Կարճ։ Իլհամն ասում է, որ ես Հայաստանի օդային տարածքը օգտագործում եմ առանց Հայաստանին հարցնելու։ Երբ ուզում եմ, որոնց ուզում եմ, թռնում եմ։ Հիմի հարց է առաջանում։ Օրինակ, Նիկոլա Զոմբի, դու քեզ արհամարված զգում ես։ Դու քեզ անտեսված, անճար, անինքնասեր, անապահով, թե քեզ խաղաղ, պատվարժան, հարգարժան, հզոր, այդպես ես զգում։ Քո գլխի վրայով Ալիևն անցնում է և ինչ ուզի գլխիդ վրա կարող է անել, և քո կարծիքը չի հարցնում, որովհետև քո Նիկոլին հարց տալու բան չունի ինքը։ Ինքը գիտի, որ հարցնի, երբ պետք է ասի հարց չկա անցի, և ինչ հարցնի, որովհետև իր Նիկոլն է։ Հիշում եք, որ ասում եք թուրք կգա, մենակ Քոչարյանը չգա։ Զգում եք, որ համ թուրքն է եկել, համ էլ Քոչարյանը կա։ Ձեր կողքին է։ Բանտում չէ։ Եվ օր-օրի ծաղկում, ծլում, հզորանում է։ Անգամ սպառնում է ձեր Նիկոլին, դե մենք հասկանում ենք դա ինչ նշանակում։ Հիմի Զոմբի հասկացար, Նիկոլից սիրելով համ թուրք ունեցար, համ Ռոբերտ։ Ոչ թե թուրք ցանկացար Ռոբերտից հրաժարվես, այլ թուրք բերեցիր Ռոբերտի հետ համատեղ քո գլխին։ Հասկացար, որ դու ողորմելի ես։ Իսկ Իլհամ, Հայաստանում իշխանափոխություն լինելու է։ Դու նաև դրա համար ես պատասխան տալու, որ Հայաստանի օդային տարածքը առանց թույլտվության օգտագործել ես քո մնացած հանցագործությունների հետ համապատասխան։ Աջակցեք ազգային ուժին։ Աջակցեք, որ Ալիևը ձեր գլխի վերևը բաներ չշինի։ Մնացածությամբ։